Երկուրեր սրտանց ասենք փառք Աստծուն։ Տեր արժանի է փառքեր եւ գովեստների փառտիրոջը, փառտիրոջը։ Կարևոր պայեսուր։ Բոլորիս համար կիրագնորյա պաշտամունքը, տերունական պաշտամունք է, որ եկել ենք ում անունով ենք եկել այստեղ։ Կարող ենք ասել ում անունով ենք եկել։ Տեր Հիսուսի անունով։ Եթե մեկ ուրիշ անունով գայինք, հաստատ Տեր Հիսուս այստեղ ներկա չի լինի։ Համաձայն եք, որտեղ մենք եկել ենք Տեր Հիսուսի անունով։ Եվ Տեր Հիսուս ասեց, որտեղ 2-3 իմ անունով հավաքվեք, հավաքված լինեք, ես ձեր մեջ կլինեմ։ Պետք է մենք դրան հավատանք։ Տեսնենք, որ հիմա արդեն մի քիչ հետո աղոթքի պարապենք, արդեն աղոթքի տեղ տանք, տեսնենք, ովքեր կարողանան Տիրոջ հետ հանդիպել, առանց հանդիպել ուր գնաք, առանց հանդիպելու։ Եղբայրներ, քույրեր, որտեղ եթե մենք նայում ենք, Սաղմոսի մեջ գրված է, արտասված հովիտով անցնելով աղբյուրի պես կանենք զանիկա, առաջի անձևն էլ օրհնությունով պիտի ծածկե զանիկա, մենք զորությունից զորություն պիտի գնանք Տիրոջ առջև երևնալու, մի փոքր բանով մի բավարարվեք, զորությունից զորություն կա, օրհնությունից էլ օրհնություն կա, դրան հասնելու համար մի կարևոր բան կա, որպեսզի մենք կարողանանք անձնականություն անել, դուք հաստատ համոզված եք, ես էլ համոզված եմ ձեզ հետ, որ Աստծո կողմից արկել չկա, համաձայն եք, որ արկել չկա, արկելքում կողմն է, մարդու կողմն է, ասում է իմ և ձեր բաժանող եղած պատը, ձեր մեղքերը, ձեր անիրավություններ եղան, ասենք բաժանումը գցողը մենք ենք, մեր արազներով, մեր մեղքերով, մեր հանցանքներով, Տիրոջ կողմից խոչընդոտ չկա, Տիրոջ գետը լիքն է ջրով, Տիրոջ գետը լիքն է ջրով, ինչ որ Տերն անում է, չափով չի անում, եկեք հիմա այդ մասին իմացեք, չափով չի անում, նա առատաձեռն է։ Ես գիտեք իմ աղոթքի ժամանակ ինչ եմ ասում, եթե ասում եմ Տեր Աստված ամբողջ աշխարհին, բոլորի մարդկանց մեծից փոքրը, փոքրից մեծի մեղքերը ներես, մաքրես իրանց, խղճաս իրանց, գթաս եւ ասենք բժշկություն անես, նշաններ հրաշքներ անես, ամեն ինչ անես, չկա մեկը որ առաջ չնես, ասում եմ նման կլինի օվկիանոսից մի քթալ ջրի, հələ մտածեք օվկիանոսից մի քթալ ջրի, այդքան դու շատ ունես, բայց այդ շատը ում համար է, կարանք ասենք, այդ բոլոր իր զավակները համար է պատրաստել, այն բանվորները որ աշխատում են, վերջի մի ժամվա աշխատողին էլ նույն չափով տվեց, նրանք դժգոհեցին, այս ինչ արիր, անարդար բան արեցին, այդքան մենք չարչարվեցինք, առավոտանից տանջվեցինք, մեզ այսքան տվիր, մի ժամ աշխատողին նույն չափով տվիր, ասեց ես իրավունք չունեմ իմ բանից տալ, ունեցվածքից տալ, ես առատաձեռն եմ, Տեր ինչ որ անում առատաձեռն անում, եթե դու մի հատ հոգսի համար ես խնդրում, կարող եմ դրան կողքին 5 հատ էլ կա, Տերը դրանց հարցին է լուծում, եղբայրներ քույրեր, որտեղ ինքը ողորմած գտած երկանամիտ Աստված է, հիմա որպեսզի մենք օրհնությունից չզրկվենք, ինչ պետք է անենք, պետք է մնանք տեսնենք Սուրբ Գիրքն ինչ ասում, տենանք Օվսիան ինչ է մարգարացել ինձ համար եւ ձեզ համար, Օվսիա մարգարեն այսպես է մարգարացել, Օվսիա 5-րդ գլուխ 15 խոսքից, 5-րդ գլուխ 15 խոսքից եւ 6-րդ գլխի առաջի խոսքից նորից պետք է կարդամ, 5-15-ը, ես պիտի երթամ, Աստված է խոսում մարգարեի միջոցով, եւ իմ տեղս դառնամ, մինչեւ անոնք իրենց հանցավոր լինելը խոստովանվին ու իմ երեսս փնտրեն, մինչև իրենց հանցավոր, այսինքն իրանց մեղքը ճանաչեն եւ խոստովանվին ու իմ երեսս փնտրեն, հերթականությունը ճիշտ է, երբ նեղության մեջ մտնեն, զիս կանուխ պիտի փնտրեն, իրոք որ երբ որ մարդը նեղության մեջ հայտնվում, խորը զղջում է բերում, խոստովանվում է, անկեղծանում է Տիրոջ առջև, տագնապ առաջանում իրանց մեջ, անհանգստություն առաջանում, զիս կանուխ պիտի փնտրեն, ասում է եկեք ու Տիրոջը դառնանք, այս մեղքի խոստովանությունից հետո ասում է եկեք Տիրոջը դառնանք, քանզի անիկա պատառեց, անիկա մեզ պիտի բժշկի, այսինքն Տերը վիրավորում ինքը փաթաթում է, Տերը իր սիրածին խրատում է, անիկա զարկա ու անիկա մեզ պիտի պատե, ուշադիր եղեք, երկու օրեն ետքը մեզ պիտի կենտանացնե, երրորդ օրը մեզ պիտի կանգնեցնե, եւ անուր առջև պիտի ապրենք, Տերը պիտի ճանչնանք ու զանիկա ճանչծվելու ետևե պիտի լինենք, անոր երկարշարույսի պես պատրաստված է, եւ անիկա մեզ պիտի գա անձևի պես Երկիրը թրջող վերին անձեպպես
Այդ անձրևը ինչի մասին է խոսքը, օրհնություն է սա։ Անձրևը դա արթնություն է, օրհնություն է։ Բայց հերթականությունը տեսակ ինչ է գրած։ Նախ պետք է մեր ճանաչենք մեր անձավոր լինելը, անկեղծանանք, խոստովանվենք։ Դուք նկատել եք ձեր կյանքում չկա մեկը, հանկարծ մի հատ հիվանդություն է, մի հատ ցավ է գալիս, մի հատ փորձություն, մեկ էլ շուտ սկսում են անկեղծանալ, իրար խոստովանվել, իրար նեղացրել ենք, սենց ենք անում։ Անմիջապես առաջանում է տագնապ, բայց միջև այդ խիչ էի կանում։ Եղբայրներ, քույրեր, իրոք որ Տերը ամեն բան որ թույլ է տալիս, օգուտի համար է, սրբացման համար է։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, ինչքան որ մենք Տիրոջ առջև մաքուր լինենք, օրհնությունը կգա հեղեղի պես, որտեղ Տիրոջ գետը լիքն է ջրով։ Եթե չկա այն մոտիկությունը Տիրոջ, քաղցրությունը չեն ճաշակում, ում կողմն է խոչընդոտը, ում կողմն է, կարանք ասենք արկելքը, մարդու կողմն է։ Միշտ այդպես եղել բոլոր դարերում ծննդոցից սկսած միշտ սովորաբար մարդու կողմը մեղքն է, անիրավությունն է, վերջերջով սիրտը կարծրացնել է։ Եվ Տերը օգնում է, Սուրբ Ոգին ասում է, որ կգա ձեզ պետք է հանդիմանի մեղքի համար, արտարության համար, մեղքի համար։ Եղբայրներ, քույրեր, առաջի կարևոր բանը, որ Տերը մեկին այցելում է, մի մտածեք, Տերը բան չունի ձեզ ասելու, հնարավոր չի չլինի։ Կարող է դու տեսնես բան չկա, այդ դու ես տեսնում բան չկա, բայց որ Տիրոջ մի հատ այցելությամբ մարդը սկսում է խոստովանվել, սկսում է մեղագալ, սկսում է զղջում ապրել։ Ինչպես Եսայի մարգարության 5-րդ գլխում կարդում ենք 5-րդ գլուխը, գնացեք տունը կարդացեք 5-րդ գլուխ Եսայի։ 6 տեղ իրան ոչ մի անգամ չի ասում վայ ինձի։ 6 անգամ վայ ասում նրանց, վայ նրանց, վայ նրանց, վայ նրանց։ Ինչպես լինում հավատացյալների կյանքում։ Ուրիշինը տեսնում իրancs չեն տեսնում։ Բայց 6-րդ գլխին որ Տերը հայտնվավ իր փառքով, անմիջապես կատարավ հրաշք։ Նույն Եսայի մարգարեն ինք ասեց վայ ինձի, պիղծ շուրջ ունեցող մարդ եմ, պղծաշուրթն ժողովրդի մեջ են բնակում, ով ինձ պետք ազատի, եւ Տերը իրան մաքրեց։ Մաքրելուց հետո ասեց, ով պետք ինձ համար ուղարկեմ, ասեց ես ավասիկ, ես պատրաստ եմ։ Բայց այդ ժամանակ չէր կար ասել։ Եղբայրներ, քույրեր, խնդրում եմ ձեզի, եկեք խորը քննություն անենք։ Օրինակ սովորաբար տես Աբելը քիչ հոգր մեղքեր գործը ինչ արեց, հիշում եք։ Ինչ մեղքեր գործե, քույրեր, եղբայրներ։ Ումն էր սպանել։ Օտարին մեկին թշնամի կարևա։ Իր հարազատ եղբորը Աբելին սպանել էր ու մի հատ էլ խշմտանք չէր անում։ Մի հատ գոնե զղջում ապրեր, չէր անում։ Միջև Աստված չխոսեց իր այդ, ինչ ասեց։ Հիշում եք այդ դեպքը։ Ասեց Կայեն հարց է տալիս, որտեղ ու Աբել եղբայրը։ Աստված չգիտեր, չէր տեսել էր։ Եղբայրը ինքը գիտեր։ Ինքը գիտեր ամիջի թշնամությունը միջ անգամ, չարությունը։ Նա խանձ իր մեջ։ Բայց ասեց ուր է քո Աբել եղբայրը։ Օգնում է որ մարդը իր մեղքը ճանաչի։ Ասեց ինչ ես իր պահակն եմ, չգիտեմ։ Համասմա չգիտեմ, համելասմա խիրապահակն եմ, իր կողքը պետք է կանգնի, որ իմանա որտեղ է։ Երբ որ Աստված ասեց իր արյունը բողոքում է երկրից, նոր զգաց իր մեղքը։ Եղբայրներ, քույրեր, ինչքան դեպքեր կա հոգևոր կյանքում, որ փորձում ես մեկին օգնել, չի լինում դա։ Չես կարող իրան օգնել, որ ինքը դա սխալ ընդունի։ Դա լինում է եկեղեցում, դա լինում ընտանիքում է լինում, դա լինում ամուսնու կնոջ մեջտեղ, երեխեքի մեջտեղ, հավատացյալի հետ կապված, նման դեպքեր շատ է լինում։ Փորձում ես իրան օգնես, որ ինքը իր սխալ ընդունի, մեղքը ճանաչի, հակառակն է լինում։ Դառնում ես ինչ ես դառնում, ով է հիշում։ Լսենք։ Դառնում ես ինչ թշնամի, չէ՞։ Դες բան չի լեմ, ինչքան շատերի սրտից եմ խոսում իգուցե, հա։ Շատերի սրտից եմ խոսում։ Դառնում ես թշնամի։ Հարսը դառնում է թշնամի, կեսուրը դառնում է թշնամի, կեսրը դառնում է թշնամի, ամուսինը դառնում է թշնամի կամ հակառակը, կամ եղբորը քուրի գետ։ Եղբայրներ, քույրեր, այո, դա այդպեսի դեպքեր հին ուխտում էլ է եղել։ Երբ որ սովորաբար Աքաբը մեղ գործեց, Աքաբ թագավորը, Եզաբել կնոջը լսեց, ինչ արեց, ումը քարկոձեր տվեց։ Հա, քարկոձեր տվեց, որ այգին առնի, չի։ Նաբովտին քարկոձեր տվեց, կնոջը լսեց, սա խորհուրդները կնոջից ստացավ։ Հետո գնաց որպեսզի իր այգին վերցնատեն, Զավթի։ Եվ գիտեք, Տերը մարգարին ուղարկեց։ Գնաց ասեց, սպանեցիր ալ ու գնում ես որպեսզի ժառանգես, որտեղ Նաբովտի արյունը թափեցիր, այնտեղ քո արյունը պետք է թափվի։ Բայց գիտեք Աքաբ ինչ ասեց։ Չասեց մեղավոր եմ, շատ սխալ եմ թույլ տվել։ Ասեց ով թշնամիս ինձ գտար։ Տես ով թշնամիս, արդեն դարավ թշնամի, ինձ գտար, յանի թշնամու, դարավ թշնամի, ինչպես մի քիչ առաջ ասեցի, եթե մեկին ուզում ես զգուշացնես, մեղքն ասես, արդեն դառնում է թշնամի, արդեն վերաբերմունքը փոխում է քո նկատմամբ։ Ուրիշ կերպ է լինում արդեն, չի ընդունում ինքը։ Բայց հետո
Տերը Մարգարին ասեց նայի, հետո ինքը զղջաց Տշնամի որպես համարից, բայց հետո քուրց հակավ տակից եւ Տերն ասեց իր օրերի մեջ ճարիքը չեն բերում։ Եղբայրներ քույրեր, մի բան խնդրեմ ձեզ։ Երբևից զգուշ եղեք մեղքը մի ծածկեք, վիճակը մի ծածկեք։ Մեղք ծածկողը հաջողություն չի գտնի, երբեք օրհնություն մի սպասի Տիրոջից։ Իսկ խոստովանվողը մեկդի գծողը ողորմություն պետք է գտնի։ Հենց զղջացի իրավիճակը փոխվելու է։ Տերը դրան է սպասում։ Տերը սպասում է զղջմանը։ Հոսեփի եղբայրները երբ ուրախացան, գիտեք, ուրախության չափ սահման չկար։ Երբ ուրախացան, երբ որ մեղքը ծածկել են, չէ։ Ես մտածում եմ, լավ, մի մեղքը մարդը կարող է մի քանի ամիս ծածկի, մի տարի ծածկի։ Մոտարապես 20 տարի մարդիկ մեղքը ծածկեն, իրանց խշմտանք իրան չի տանջում, որ իրանց եղբորը պատճառ դառան, վաճառեցին։ Մի անգամ այդ աղբերներից մեկը հորը չխոստովանվեց, ասեց հայր ջան, ոչ թե գազաները կերան, այլ մենք մեր աղբորը մենք վաճառեցինք, եթե հայրը իմանար, որ վաճառել էին, ինչքան պետք էր միջոց կբանկաներ, գումար կտար, տանեք գտնեին, Եգիպտոսում հետ վերադարձնեին։ Բայց մեկը չխոստովանվեց։ Ով է հիշում, երբ խոստովանվեց իրաց մեղքը։ Երբ որ անդրադառնում ենք ծննդոցում, տեսեք իրանք ինչ խոսքեր ասեցին։ Ուզում եմ կարդալ բոլորիս համար։ Հետարքիր խոսքեր ասեցին։ Նայեք, երբ որ Հոսեփի առջև ենք, գրված է սովորաբար ծննդոց 42 գլուխ 11 խոսքից 40-ի 11-ը։ Մենք ամենս մեկ մարդու որդիներ ենք։ Մենք ամենս մեկ մարդու որդիներ ենք, մենք շիտակ մարդիկ ենք։ Դա ասում են եղբայրները։ Մենք շիտակ մարդիկ ենք։ Քո ծառաները լրտեսներ չեն։ Մենք շիտակ մարդիկ ենք։ Ոնց Հոսեփ առաջ կանգնած են, դե չեն ճանաչում, որ Հոսեփն է, թարգմանելով է խոսում։ Ինքը չասեց, որ ձեր աղբեր Հոսեփն է սկզբից, բայց ասում է մենք շիտակ մարդիկ ենք, հա։ Եղբայրներ քույրեր, ասում են գյուղից մարդ չկա, վերջը։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, բայց նույն եղբայրները տես նույն գլխում գրված է։ Ու իրարուսին, երբ որ նեղուճա մեջ գցեց Հոսեփը, ամեն մեկը մեկին ասում էին. իրավցնեմ մեր եղբոր վրայով հանցավորենք, վասն մենք տեսանք անոր հոգի նեղությունը, երբ ինքը մեզի աղաչեց ու մտիկ չրինք, անոր համար այս նեղությունը մեր վրա եկավ, այո, Տերը թույլ տվեց։ Այս նեղությունը եկավ իրանց վրա եւ սկսեցին արդեն զղջալ։ Իրանք իրանց մեղքը խոստովանվեն, մոտ 20 տարի անցել էր։ Ես խնդրում եմ ձեզի, չկա մեկը, որ չասի, որ ես օրհնություն չեմ ուզում Աստծուց։ Համաձայն եք, օրհնություն ուզում ենք, թե չէ։ Օրհնություն բոլորս էլ կարիք ունենք։ Եղբայրներ քույրեր, բայց Տիրոջ գետը լիքն է ջրով։ Տիրոջ մոտ շատ կա։ Տերը ելում համար է պատրաստել մեզ համար իր զավակների։ Միայն պետք է անկեղծանանք։ Անկեղծանանք, ասենք Տեր ջանների, ինչքան բաներ կա, որ հավատացյալներ կան, համակերպվել են։ Ոմանք այդ հեռախոսների կեղտոտ բաներ, ունայն բաներ, սուտլիկ բաներ, սուտ լուրեր, շենքան բաներ կա։ Եղբայրներ քույրեր, առաջ որ ռադիոն կար, ռադիոն գիտեք։ Եղել է ռադիո աշխատողներ, ասում են, մենք օրեկան մի մեշոք սուտ ենք բաց թողում։ Սպած ենք թողում ստեր։ Այն ժամանակ թերթեր կային, գիտեք ինչքան թերթեր կար, բայց այդ ձեր մտքով անցել է, այդ թերթերի կողքի մի հատ էլ թերթ կար, գրած էր Պրավդա։ Այսինքն սա սուտ է, մենակ այս բանը Պրավդա է, այն էլ 50% սուտ է։ Իրանց բերան բանով հասկացում են, որ այս մի հատ թերթ կա, որը ճիշտ է, Պրավդա է գրած, այսինքն որ ճիշտ է սա։ Մնացածը սա, աշխարհը այդպիսի բան է։ Մի հատ բան էլ ասեմ, որ դրա համար զղջանք։ Տեր Հիսուսի խոսքն խոսքը չի, ինչ որ ասում ենք Տիրոջ խոսքերն է։ Եվ ասում եմ ձեզի, ամեն պարապ խոսքի համար, որ պետք է խոսեք, հաշիվ եք տալու դատաստան օրը։ Պարապ խոսքի համար։ Եղբայրներ քույր, եթե պարապ խոսքի համար հաշիվ ենք տալու, բանային խոսքերի համար, բամբասանքների, անեծքների կամ ասենք չարախոսության համար ով պիտի պատասխան տա։ Զգուշ եղեք։ Պետրոս Պողոսը գրեց. մի տանը շատ անոթներ կան։ Անոթներ դուք էլ ունեք։ Քուրեր ջան, ունեք խրոստարներ, ունեք բաժակներ։ Մի տանը շատ անոթներ կա պատվա անոթ, կա անարգանքի անոթ։ Անարգանքի անոթը ո՞րն է, կարաք ասեք։ Զիբիլի վետրոն է դել անոթ, բայց զիբիլի համար է դա։ Իսկ այն մյուս անոթները օգտագործում են չի համար, օգտագործում են լավ բանի համար։ Եթե մեկ իրանց այսպեսի բանից մաքրի, նա պատվական անոթ պիտի լինի սրբված եւ հետո Տիրոջը պիտանի։ Տեր օգտագործում են անոթները, որ մաքուր են։ Ինչքան մաքրվենք, այնքան Տերը կօրհնի մեզի։ Ինչքան մաքրվենք, մենք պատրաստ կլենք Տիրոջը դիմավորելու։ Այո, շատիր եղեք։ Ու շատիր եղեք Տիրոջ գալստյան համար պետք է պատրաստվենք։
որպեսզի գրված է սուրբ, ամբից անհրաժեշտ կանգնենք իր առջև։ Հարս եկեղեցին։ Մի հատ սպիտակ շորի վրա հարսի, երբ որ հարսը հագցում է շորերը, միշտ հսկում են, չեն դեղ աղջիկներ կա։ Տեսնեն, որ անչոր բաներ չկա անգար շորի վրա, անմաքուր բաներ, որտեղ այդ շորը պետք է մաքուր լինի։ Տերը մեզ տվել է արտարության զգեստներ, որպեսզի մաքուր պահենք։ Հայտնության մեջ գրված է, հիշում եք, որ եկեղեցում գրված է, եւ գրված է ոմանք իրանց հանդերձները ինչ արեցին, աղտոտեցին։ Երբ որ Տերը ասեց Արագով, որ երկնային թագավորություն նման է մի մարդու, որ հարսանիք արեց եւ գրված է իր որդու համար, սկզբից ումն են կանչում հարսանիքի ժամանակ։ Կարակ ասենք բարեկամներին, հարազատներին, ոմանք մերժեցին եւ Տերը ասեց գնացեք ճանապարհ եզերքն կանչեք բոլորին, կաղ կլինի, եսիմ ինչ կլինի, բայց մեկ ինչ էր, ով հիշում, այդ մեկ ինչ հանդերձ չուներ, հարսանիք հանդերձ չուներ, եւ ոչ թե չուներ, այլ ինքը ինչ արեց, մի հատ եղբայր ունենք Շամշադինի գողերից էր, ասում էր այդ մարդուն ասեցին, որ դու պետք է քո հանդեսները հանես, հարսանիքի հանդեսներ հագնես, ինչպես հարսանած հանդեսի տերը կտա, եւ այդ անձավորությունը ասում էր, ես պատասխան կտամ, Շամշադինի լեզվով, ես պատասխան կտամ, դե ասում է դու դու պատասխան, անեցին դուրս շպրտեցին, չէ՞, ոտերը ձեռքերը կապեք, հանեք դրսի խավարը, որտեղ պետք է լինի լաց եւ ատամների կրճտոց։ Այդ հանդեսներով ո՞նց ես ուզում մտնել երկնային թագավորություն։ Հնարավոր չէ։ Եղբայրներ, քույրեր, ժամանակն է հիմա։ Կա բաներ, որ պետք է մենք զղջանք, խնդրում եմ ձեզի։ Կա բաներ, որ պետք է մենք զղջումով ապրենք Տիրոջ առջև եւ զգուշ մաքուր կյանք ապրենք։ Եթե մեկը գալիս է մեկից խոսելու, թույլ մի տվեք բացական բաներ ասելու։ Ասա ես տենց ակած չունեմ։ Բան ունես գնա իրան ասա։ Դու ինձ ասեցի այդ անձավորությունը չի ուղղվի։ Սուրգիկն ասում, գնա իրան ասա եւ դու նա մենակ եք, որպեսզի մեղք չգործենք մենք։ Համաձայն եք եղբայրներ, քույրեր, թող Աստված օգնի, շատ կարեւոր է սա։ Ինչքան դեպքեր եղել են, մեղքը չզղջալու պատճառով մեծ դժվարություններ առաջ են կանգնել։ Մեծ խնդրեմ առաջ են կանգնել։ Մեծ վնասներ են կրել, գիտես։ Մեղքը չընդունելու պատճառով վնասները քիչ չեն եղել։ Վնասները եղել են մարդիկ են մահացել, որտեղ նորից եմ ասում, մեղքը չի բացահայտվել, մեղքը չի ճանաչվել։ Թող Աստված օգնի։ Եղել են դեպքեր, գիտեք, ինչի համար է գրված, որ չլինի հանկարծ մեկը անզեղջ սիրտ ունենա։ Այսինքն ինչ է նշանակում, չզղջացող, իր հանցանքը չճանաչող, ինքը իր բանը չտեսնող իրավիճակը։ Միշտ հակառակորդը կարողանում է շատերին խաբել։ Իրանը փակում է իր արազները, ուրիշին է ցույց տալիս։ Բա դու ես արազների մեջ ես, մեղքերի մեջ ես, հանցանքների։ Երբեք օգուտ չի լինի դրա մեջ։ Եղբայրներ, քույրեր, երբ որ սովորաբար Տեր Հիսուս ասեց երկու աղոթողների մասին, հիշում եք երկու աղոթողները։ Ինչ էր ան Մաքսավորը Փարիսեցին։ Մաքսավորը իր կուրսն էր ծեծում։ Իսկ Փարիսեցին ինք իր կուրսը չէր ծեծում։ Ինք հակառակ Մաքսավորի մեղադրում էր։ Ես նրա նման չեմ։ Եվ ինք արտարացած չգնաց իր տունը։ Ոնց եկել էր, այդտենց գնաց։ Հիմա մի բան խնդրեմ ձեզ։ Ինչ կլինի, որ սովորաբար եկել ես քարացած սրտով, եկել ես սանդրացած սրտով, եկել ես վերջեջում անխաղաղ վիճակի մեջ, եկել ես տկարությամբ մեջ եղած, եկել ես հիվանդ, որից սենց գնաս։ Կլինի։ Ասում եմ Տեր, մեկ ասում եմ, բալա որ մատ շատ ծառավ լինեմ ու գնամ օվկիանոսը մաքուր ջուր է։ Գնամ օվկիանոսի մոտ ու ծառավ նորից հետ կամ։ Էդի կլինի, հա։ Եկել ենք Տիրոջ ներկայությունը ստեղ կա, ու այդ վիճակով ես նորից հետ գնամ, ո՞նց գնամ։ Տեր ուր գնամ։ Պետրոս ասում էր Տեր որու երթամ։ Դավիթական կյանքի խոսքեր ես թողել։ Եղբայրներ, քույրեր, Տերը չի ուզում։ Մի անգամ հիշում եմ մի հատ դեսպեսի դեպք եղավ։ Աղոտ կարեցինք աշտամունքում վերջում հոգսերի համար։ Մի քույրիկ տեսավ, ասում է տեսա Հիսուսը մի հատ լուսափալ գեղեցիկ սենյակում նստած էր, վերևի մասում նստած էր։ Մենք բոլորս մեր հոգսերը նման էր ոնց որ ասած բեռերի, ճամբուրգների բեռեր։ Շալակած գալիս ենք դրա մոտ, Տերը ընդեղից ասում էր թողեք այդտեղ, թողեք եկեք ինձ մոտ։ Հերթով հավատացյալները կանգնած շարքով գնում են Տիրոջ մոտ, վերևում բարձում նստած։ Տերը քաջալերում էր, հորդորում էր, խրատում էր, բաներ կասում էր, ասում էր գնացիք։ Տերը ոչ թե միայն մեղքեր ու անցանքները անիրավություն իր վրա վերցրեց, այդու ինչա գրած Եսային։ Նրա վերքերով մենք բուժվեցինք։ Ոչ թե պետք է բուժվենք, նրա վերքերով մենք բուժվեցինք։ Ասում է գալիս են, ոմանք ասենք Հիսուսի մոտից որ հեռանում են, նորից գալիս են, որ նորից դռնով պետք է դուրս գային։ Ոմանք ուրախության դուրս են գալիս, որ Տեր իրանց բոլոր խնդիրները լուծեց։ Ոմանք նորից մտքեր են ընդունում, գալիս են ուրիշի բեռը չեն վերցնում, գիտեք։ Իրանք իրանց բեռը լավ ճանաչում են։ Նորից իրանց բեռը շալակում են, դռնից նորից դուրս են գալիս, եւ Տերը տխրեց։ Տվեցին հոգսերը, բայց չէ։
հավատքով չէր դա։ Սրտանց չէր, հավատքով չէր դա։ Եվ այդպես էլ նորից բերը շարակած դուրս գնացին։ Ինչ անենք, մենք բերը շարականց գնանք ստեղից, հարց եմ տալիս։ Տիրոջը կուրախացնենք, ոչ, Տիրոջը չենք կուրախացնենք։ Եղբայրներ, քույրեր, Տիրոջը կուրախացնենք, երբ որ մենք զղջում ապրենք։ Տիրոջ մի հատ նայվածքը, հիշում եք Տերը, որ Պետրոսին նայեց, ինչ նայվածքով նայեց, հա՞։ Հավատացյալի նայում, անենց թարս է նայում, գիտեք ինչ, այդ խեղճը, չգիտես արդեն գնում է դժվար վիճակի մեջ։ Տիրոջ նայվածքի մեջ ինչ կար։ Կարանք ասենք, ասեք, սեր կար, քաղցրություն կար, վերջերջով։ Այդ ինչ նայվածք էր, որ Պետրոսի մեջ առաջացավ զղջում, այն խորը դառնապես լացեց։ Եղբայրներ, քույրեր, եւ հետարաշքերը դրանից հետո, երբ որ Տերն ասեց գնացեք աշակերտերին, եթե Պետրոսի անունը չտար, Պետրոսը հաստատ չէր գնա։ Հատուկ շեշտեց աշակերտերին եւ Պետրոսին, գիտեր որ Պետրոսը կմտածեր, որ ես ուրացել եմ, ես անարժան եմ, ես ուր գնամ աշակերտների հետ։ Հատուկ շեշտեց Պետրոսին լսեք։ Եվ Պետրոսը ուշ ստացավ։ Պետրոսը զորություն եկավ իր վրա։ Պետրոսը ողորմություն գտավ եւ գնաց եղբայրներ, քույրեր։ Եկեք Տիրոջը տեղ տանք։ Եկեք Տիրոջը տեղ տանք։ Նա ներկա է փառք իր անվանը։ Միայն մեր սիրտ անկեղծորեն բացենք իր առջև։ Դուք նկատել եք ձեր կյանքում եղելը, ով որ շուտ կոտրվում է, նա շուտ շահում է։ Ով որ շուտ կոտրվում է, նա շահում է։ Ով որ սովորաբար շուտ ընդունում է իր արածները, մեղա է գալիս, ամիջավես իր վիճակը փոխվում է։ Հոբի գրքում մի լավ համար կա, ուզում եմ ձեզ թողնել։ Հոբի շեք 13:5։ Հոբի 13:5, 13:5 խոսքը։ Երանի թե բոլորովին լուր կենայիք, եւ այս բանը ձեզի իմաստություն պիտի համարվեր։ Եթե լռեցիր, դու խելացի ես լինում։ Եթե դու այդ պահին կարողացար համբերել, դու իմաստուն ես, այդպես է գրած։ Երանի թե բոլորովին լուր մնայիք, եւ այս բանը ձեզ իմաստություն պիտի սեփվի, բայց որ չես լռում, պատասխանի վրա կռիվ, վիճաբանություն, նեղվածություն, բորբոք, անխաղաղություն եւ հետագայում կատարում է մեծ դժվարություն։ Հետո սիրտն է կարծրանում։ Ինչի համար է գրված. արևը ձեր բարգության վրա մար չմտնի եւ սատանային տեղ չտաք։ Լավ մի գիշերվա մեջ ինչ է լինում, որ սատանային տեղ են տալիս։ Հենց որ չկոտրվեցիք, իրար չներեցիք, այդ սիրտը կարծրանում է։ Այդ սիրտը կարծրանում է։ Ինչքան դեպքեր են եղել, որ հավատացյալի սիրտը կարծացել ոչ թե ամիսներ, տարիներ, ու ինքը չի ունեցել խորը զղջում, որպեսզի ապաշխարի։ Թող Աստված օգնի եղբայրներ, քույրեր, իմ աղաչանքն է, ես նախանձավոր եմ։ Ուզում եմ որպեսզի այսօր ամեն մեկս Տիրոջ հետ հանդիպենք, բայց Տիրոջ հանդիպելու համար պայման կա, մաքրվելը պետք է զղջալ, որ ասենք մեղ չեն գործում, սուտ կլինի։ Եթե ասենք չենք մեղանչել, ես միշտ զղջման աղոտ բերում եմ, ասում եմ Տեր, նայ որտեղ մեղանչել եմ, միգուցե ծածուկ մեղքեր էլ կա։ Սաղմոսում գրված է, ինձ ծածուկ մեղքերից են մաքրի, ծածուկ մեղքերից, ամբարտավանությունից պահի։ Կարող է չկա հավատացյալներ կան, որոնք հպարտություն չունեն։ Հպարտությունը մեծ մեղք է։ Ինչ որ բանի վրա պարծենում են, ինչ որ բանի վրա իրանց լավ են տեսնում, հպարտությունը մեծ մեղք է։ Սատանան ինչ պատճառով որ ընկավ, սերմանում է հավատացյալի մեջ հպարտություն։ Պատահական չի, որ Պողոս Արաքյանն ասում է, քանի որ խայտոց էր ինձ տրված, ինչի համար նպատակը, որ ես չպարտանամ։ Հպարտացալ կորուս ես գնալ։ Եղբայրներ, քույրեր, Տիրոջից սովորեն ինչպես ինքը հեզ էր եւ սրտով խոնար։ Խոնարհության մեջ օրհնություն կա, հեզության մեջ մեծ օրհնություն կա։ Ինչքան շուտ կոտրվենք, այնքան օրհնությունը կգա։ Եղբայրներ, քույրեր, այս աղոթների բանը ուզում եմ որպեսզի վերջերջով արդյունք լինի, ովքեր սովորաբար ինչ որտեղ Սուրբ Օգին բացեց իրանց ականջները, այն ժամանակ կլինի օրհնություն, երբ որ գնանք տները, միգուցե մեկը ամուսին անապաշխար է, մեկը երեխեք անապաշխար է։ Ինչքան այսօր քույրեր կա մանավանդ, այնքան շատախոս են, շատախոս, այնքան շատ են խոսում։ Չեմ ասեմ վատ բանի վար են խոսում շատ։ Ապաշխարեք, ամուսնուն եղել է քույրիկ, դոշից բռնե երեք քաշում է, զորով չոկսնի, որ ապաշխարի։ Զորովյանները այդպես բաներ չեն պետք է անեն։ Զորով չոկել կլինի, հե՞։ Եղբայրներ, քույր, այդպես բան չկա։ Վերաբերմունք ցույց տվեք, քիչ խոսացեք։ Ես պատական չի որ ձեզ ասում եմ, շատ աղոթ կարեք, քիչ խոսացեք, ոչ մի բան մի արեք, մի մեղադրեք։ Իրան կզգան, որ դու փոխվել ես։ Աստված քեզ դրել է իրան թողել այնքան, մինչև դու փոխվես, հենց որ փոխվես, Աստված քեզ սկսի արդեն իր ամուսնու մեջ գործ կատարել։ Այո, Տերը գործ ունի։ Եկեք դրա վրա մտածեք։ Դրա համար թող Աստված օգնի։ Այս աղոթքը, որ սկզբից մենք պիտի անենք, գիտեմ որ աղոթներ արեք։ Առաջինը խնդրենք սրբացման համար Տերների։
որտեղ աչքով նեղանչել եմ, մտքով նեղանչել եմ, դատել եմ, դրել եմ, վերցրել եմ, խոսքով եմ նեղանչել։ Տեր ների սրբացրենցի, ովքեր որ կարմիր գիծ անցել են այդ հեռախոսների ու նայն կեղտոտ բաների։ Ինչքան եղել են դեպքեր ընկել են հարձակման տակ, գիտեք, երիտասարդներ մանավանդ ընկել են հարձակման տակ։ Բայց այդ կեղտոտ անմաքուր պիղծ բաներ նայելուց ինչ կլինի։ Միտքդ կապականվի։ Ինչի համար է գրված՝ մի տրտմացեք Սուրբ Ոգին, որ կընկվել եք փրկության համար, ով որ իմ տաճար ապական է, Սիրիան կապական է։ Դրանք բոլոր տանում են ապականության։ Զգուշ եղեք, աշխատանք տարեք ձեր երեխեքի համար։ Խնդրում եմ ձեզ, ժամանակն է։ Երբ որ եղբայրները մեկ-մեկ ասում են Տիրոջ գալուս մոտ է, իրոք որ շատ դժվար օրեր են ապրում։ Մոտենում են նեղությունները, մոտենում են Տիրոջ գալուսը մոտենում է։ Երանի քեզ հավատացյալ, որ դու զգուշությունս անում քո կյանքին, մաքուր կյանք ես ապրում, սպասում ես այդ երջանիկ հույսին։ Եվ Տերը պետք է ասի. «Բարի եւ հավատարիմ ծառա, որ դու հավատարիմ եղար»։ Քրիստոսով եղբայրներ կուր։ Առանց սրբության եւ խաղաղության, սիրո ոչ մեկը Տիրոջը չի տեսնի։ Դրանք ավետարանի խոսքերն են։ Եկեք հետևություն արեք։ Սերը, սրբությունը եւ խաղաղությունը պաշտպանեք բոլորի հետ։ Եղավ դու Աստված օգնի ձեզ։ Պետրոսի մի հատ խոսք ասեմ, Պետրոս առաքյալը գրում է առաջի Պետրոս 2:17։ Ամենը պատվեցեք։ Ում է վերաբերում սա։ Ամենը ումն է վերաբերում։ Ուզում եմ մի հատ ձեր բերանով ասեք։ Ամենը ումն է վերաբերում։ Բոլորին։ Դա կլինի քո ընտանիքը, դա կլինի հարևանները, դա կլինի աշխատանքում մարդիկ, դա կլինի բարեկամները։ Բոլորին գրված է պատվեցեք, բոլորին։ Չաշված հավատացյալներին։ Ամենը պատվեցեք, երկրորդը եղբայրությունը սիրեցեք, հետո երրորդը Աստծուց վախեցեք, չորրորդը թագավորը պատվեցեք։ Ընդունենք թե չընդունենք, գրված է Մարգարիտ խոսքերը։ Եկեք կանգնենք աղոթքի։